Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Լեզվակռիվ նախկին թիմակցի հետ ինչ են քննարկել ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ալիևը ստորագրի, ինչ հայտարարություններ է արել Թաթոյանը։ Կոնֆլիկտացին փաստաթուղթ, թե ազգային հիմք, ինչ է սպառնում անկախության հռչակագրին։ Իրականություն, թե մանիպուլյացիա, արդյոք Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրի։ Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնեմ, որ նախկինում օրենքը թույլ էր տալիս, որ պետության կամ համայնքների հողերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցվեն հայաստանյանց առաքելական եկեղեցուն, եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների կառուցման նպատակով։ Թեմային անդրադարձել էինք դեռ ամիսներ առաջ, երբ կառավարությունը հայտարարեց նման նախաձեռնության մասին։ Ինչպես էին արձագանքել այս որոշմանը փաստաբաններն ու եկեղեցին, ռեպորտաժում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն այլևս չի կարող պետության կամ համայնքների հողերը ստանալ սեփականության իրավունքով։ Կառավարությունն է որոշել տարեվերջան նիստին։ Հարցը դրվում է քվեարկության չզեկուցվող հարցերի փաթեթի մասին է խոսքը, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Մայրաթորին հողամասերը կարող են տրամադրել միայն անհատույց օգտագործման իրավունքով առանց սեփականության փոխանցման։ Նոր կարգավորմամբ պետությունն է ստանձնում հողերի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ եկեղեցին կարող է դրանք գործածել միայն սահմանված նպատակներով։ Հակաեկեղեցական արշավի շրջանակում Փաշինյանի հերթական քայլն է արդեն օրենսդրական դաշտում, նշում է փաստաբանը։ Այսպիսով սահմանափակվում է Մայրաթորի հնարավորությունը համայնքային հողերի նկատմամբ։ Սա օրվա ինչ-որ քաղաքական հարցի լուծմանը չէ կարծում ուղղված, այլ շատ ավելի երկարաժամկետ հայրաքելական սուրբ եկեղեցուն որպես միավորի թույլատնելու, այլևս հնարավորություն չտալով նոր կամ հավերված եկեղեցիների փոխարեն եկեղեցիներ կառուցելիս այդ հողատարածքը որպես սեփականություն ունենալու։ Այս քայլով Փաշինյանը հերքում է իր այն պնդումները, թե իրենց պայքարը ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոս Գարեգին II-ի դեմ է։ Հիմա Մայրաթորին համայնքային հողերի սեփականություն ձեռք բերելու իրավունքից զրկելը ամենայն հայոց հայրապետի, թե եկեղեցու դեմ է, հարցնում է Տեր-Մանուկ Քահանա Զեյնալյանն ու արձանագրում։ Եկեղեցուն վնասելու, եկեղեցին նվաստացնելու, ցածրացնելու, եկեղեցու հեղինակությունը հավաստարեցնելու ինչ որ աղանդավորական կազմակերպությունների հեղինակության։ Փաստաբանը նշում է, այս որոշման դեմ սահմանադրական դատարանը թույլ է տալիս դատական գործընթաց սկսել, բայց հիմա ընտրովի արդարադատության պայմաններում արդյունավետ չի լինի։ Հակոբյանը կարծում է, նման որոշման հիմքում արտաքին ներգործություն կա։ Վաղը պետությունը կարա ասի, սա իմ հողամասն է, այս եկեղեցու նկատմամբ ես կարամ իրավական գործիքներ կիրառեմ, դռներ փակեմ, բացեմ, ասեմ ով մտնի ով դուրս գա։ Այսինքն ըստ էության ուզուրպացիա գնա նաև այդ հոգևոր կառույցի, որը կլինի պետական հողի վրա եւ դա կարող է հանգեցնել անգամ ավելի վատ իրավիճակի հայրաքելական եկեղեցու սուրբ եկեղեցու մասով, քան այլ կրոնական կազմակերպությունների, որոնց մասով հատուկ կարգավորում չկա, բայց որոնք հանգիստ կարող են այդ հողը գնել եւ վերեն ինչ որ բան պատրաստել, կառուցել, իսկ ազգային եկեղեցուն, երբ որ ասենք համայնքը պետք է նվիրաբերություն աներ, այդպես չի կարող։ Նախագիծը մշակել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախագծի նպատակն ըստ գերատեսչության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն է։ Եկեղեցու վերաբերյալ եւս մեկ որոշում է կայացրել կառավարությունը՝ վերջնական փակել շողակաթ հեռուստաընկերությունը, որի հիմնադիրը Մայրաթորն է։ Էջմիածինը նախաձեռնությունը համարում է տարիներ շարունակ եղել է հանրային կրթամշակութային դաշտի անբաժան մասնիկը։ Բնականաբար սա հակաեկեղեցական արշավի շրջանակներում եւ այդ տրամաբանության մեջ է։ Շողակաթը ոչ միայն հոգևոր բարոյական առաքելություն ունի, ինքը մշակութային իր առաքելությամբ նաև շատ կարևոր է եւ սերունդների դաստիարակության առումով եւ նաեւ հասարակության սիրո համերաշխության մտոլորտի հաստատումը։ Զրուցակիցներս նշում են, եկեղեցու դեմ արշավը Փաշինյանը սկսել է համացանցից, հասնելով հանրային, առօրյա եւ օրենսդրական կյանք։ Սա արտաքին ներգործության արդյունք է։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Նույն նիստում հրապարակվել է նաև փակ քվեարկության արդյունքները, ըստ որի Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Թեկնածությանը կողմ էր քվեարկել 67 падգամավոր։ Հանրապետության նախագահ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում արկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Վլադիմիր Վարդանյան կողմ 67, դեմ 0։ Ազգային ժողովի այս քառորյան եւս բավական բուռն է ընթանում։ Այս անգամ բախումները նախկին թիմակիցների միջև էր։ Ալեն Սիմոնյանը խոսել է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու մասին։ Մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան, ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Ու գիտեք ինչ է հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ։ Այնուամենայնիվ ամոթ է, ձեզ հավաք պահեք։ Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿՊ-ից հեռացված падգամավոր Հակոբ Ասլանյանը հակադարձել է Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած հայտարարություններին։ Ալեն Սիմոնյանը ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում։ Հարց 1. Եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է ես գնում Factor TV եւ ինքս հայտարարում, որ ինքս սառեցրում եմ իրենց հետ գործնեությունը։ Տրամաբանական, մի րոպե, ոչ, դա ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել են, եւ հետո մի փոքրիկ բան, որ միջի հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները եւ աստրախանները, իմ ինչքաններու իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ։ Իսկ քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է իշխանության առաջ քաշած խաղաղություն կամ պատերազմ դիսկուրսը։ Խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւս կարծում է, որ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի, բայց եթե ընդդիմությունը գա իշխանության ու վարի այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմի։ Ժորժ ջան, մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում մեր ընտրողները, այդ թվում ինքներս մենք մեղադրել ենք, որ մինչև պատերազմը չենք խոսել մարդկանց, նախ ինքներս չենք գիտակցել դա, դրանից հետո չենք խոսել մարդկանց հետ, չենք բացատրել պատերազմի ռիսկը, հավանականությունը, ուժերի հարաբերակցությունը, թեկուզ դառը ճշմարտությունը չենք ասել։ Այս սրանից հետո, երբ որ վերջապես մենք ասել ենք խաղաղության, ու երբ որ մենք զգուշացնում ենք, որ այս խաղաղության ուղուց շեղվելը տանում է դեպի պատերազմ, ասում են ինչ եք շանտաժանում։ Շանտաժ չենք անում, Ժորժ ջան, բոլորդ ասում եմ ձեզ ամենայն պատասխանությամբ, բոլորդ ազատ եք ընտրել ընդդիմությանը։ Ուղղակի խնդրում եմ գիտակցել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, եթե ընդդիմության սիրած Գյումրի 2 սցենարը իրականանա, Ի դեպ նույն թեմային երեկ անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձելով բացատրել, թե ինչու է իշխանությունը առաջ մղում այս խոսույթը։ Եթե մարդիկ, կրկնում եմ, ասում են, որ իրանք պահանջ պետք է ներկայացնեն եւ այս քառակուսի կիլոմետրից դուրս իրանք պետք է չդուրս գան, դա կոչվում է պատերազմ։ Անունը ինչ ուզում եք դրեք։ Հիմա դա ինչ եք դուք, այսինքն ինչ պետք է ես ասեմ, որ այդ տրամաբանության մեջ չտեղավորվեմ, ես չեմ հասկանում։ Ես մեղավոր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին է խոսում։ Ես մեղավոր եմ, որ մնացած քաղաքական ուժերը այդ ուղղությունն են տանում։ Ու ասում եմ, նպատակը հետեւյալն է, ժողովուրդ, սովետական միությունը փլվելուց հետո բոլոր տեղերում, Միջին Ասիայում,
Ուկրաինայում եւ մեր տարածաշրջան թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ասելա դուք այս որ ապրում եք Հայաստանի Հանրապետությունում, դուք միշտ երազեք, որ ձեր տունը մենակ ստեղ չի, ընդեղելա ձեր տուն ընդեղ։ Մենք էլ ձեզ տիրություն կանենք, որ մենք միշտ կախված ըլնենք իրանցից։ Մենք իրանցից միշտ կախված ըլնենք։ Ես հեծանիվ չեմ հորինում։ Եվ այո, կա պատերազմի կուսակցություն, կա խաղաղության կուսակցություն։ Փաշինյանի չընտրվելու դեպքում պատերազմ չի լինելու։ Մեծ քաղաքականություն փոստկասթի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքով Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը իրականում գոյություն չունի։ Նրա խոսքով կա ընդամենը մի փաստաթուղթ, որն իրավական ուժ չունի, բայց դրա մասին այնքան են խոսում, որ կարծես արդեն իրական պայմանագիր լինի։ Հենց ինքն է խաղաղության թշնամին։ Նիկոլ Փաշինյանը այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է եւ սպառնալիք է ուղղակի։ Հենց այն պատճառով որ չի հասկանում ինչ անում։ Մենք ասում ենք, մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն։ Եվ երաշխիքային համակարգը ես ուղղակի համոզված եմ, շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ։ 20 թվականի պատերազմը նույնիսկ եղած ժամանակ մենք չպետք է պարտվեինք։ Տարբերությունը այդպիսինը չէր, որը պետք է բերեր նման կարգի պարտության։ 21 թվականը եթե ԿՊ-ն մեծամասնություն չունենար խորհրդարանում, Ղարաբաղը մենք չէինք կորցնի։ Սա ես շատ մեծ վստահությամբ եմ ասում եւ համոզված եմ, որ այդպես է։ Կորցրեցինք մեկ պատճառով։ Մի մարդ որոշեց, որ ինքը կարող է գնալ եւ ճանաչել Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում։ Իշխանության այս մոտեցմանը անդրադարձել է նաև Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով Հայաստանում իրականում չկան ուժեր, որոնք պատերազմ են ուզում, իսկ պատերազմի կուսակցությունների մասին խոսույթը պարզապես դեմագոգիա է։ Թաթոյանը նաև նշել է, որ իր ղեկավարած նախաձեռնությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր, եթե այն ստորագրի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նիկոլ Փաշինյանը պարզապես շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին եւ շահագործում է, օգտագործում է վախերը։ Ակնհայտ է եւ ես նաեւ սրա մասին հայտարարել եմ, որ նա օգտագործում է մեր մայրերի վախերը, մեր հասարակությունում է վախ տարածում եւ բայց իրական պատճառը նրա ձախողումներն են։ Հիմա եկեք հասկանանք, թե մեր հետ կապած օրինակ մենք ինչպես ենք այդ արդյոք այդ պատերազմ քարոզելը ինչով է կամ վերաբերում է մեզ թե ոչ։ Հիմա ես հստակ մի քանի կետով ուզում եմ նշել։ Առաջինը, մենք ասում ենք, որ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելու դեպքում մենք էլ պատրաստ ենք ստորագրելու։ Ես ասում եմ, որ եւ մենք հայտարարում ենք, որ TRIP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթն է այս իրավիճակում։ Մյուսը եւ գործնական խաղաղության ապահովելու փաստաթուղթը։ Մենք ասում ենք, որ մենք շարունակելու ենք այն տեղից, որտեղ այն բոլոր հարթակներում, որտեղ կանգնելու է այս իշխանության քաղաքականությունը, այսինքն ոչ թե հայտարարում ենք, որ մենք սկսելու ենք մեր զրոյական կետից, ինչպես նաև ասում ժամանակին ու դրա համար է նաև ձախողումները բերեց։ Եվ ուզում եմ հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը բացատրի, թե որտեղ է այստեղ պատերազմը, ինչպես է նա օրինակ փորձելու ասել, որ սա պատերազմի քարոզ է։ Եվ մեկ բան է։ Ինչով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Մենք հստակ ասում ենք, որ մեր անվտանգության ու խաղաղության հիմքը մեզ համար ունենալն է արդիականացված ուժեղ հզոր բանակ զսպման կարողություններով։ Իշխանության այս մոտեցմանը արձագանքել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Փաշինյանը փորձում է սեփականաշնորհել խաղաղության գաղափարը, իր թիմը համարելով խաղաղության կուսակցություն, մինչդեռ ըստ Զուրաբյանի Փաշինյանի ղեկավարած ուժը պատերազմի կուսակցության մարմնավորումն է։
44-օրյա պատերազմը քո քաղաքականության մարմնավորումն է։ 2022 թվականի բախումները քո քաղաքականության մարմնավորումն են։ Արցախի էթնիկ զտումը քո քաղաքականության մարմնավորումն է։ Պատերազմի վտանգը Հայաստանի վրա կախված պահելը քո քաղաքականության մարմնավորումն է։ Ավելի մեծ պատերազմի կուսակցություն, քան դու ես, դեռ չի եղել։ Դուք խաղաղության կուսակցություն չեք։ Դուք պատերազմի եւ նվաստացման կուսակցության ամենադաժան մարմնավորումն եք։ Եվ ահա խաղաղության մասին խոսույթի ֆոնին Ադրբեջանից եւս մեկ հաղորդագրություն է տարածվել։ Ադրբեջանական ապագործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված 5 վագոն կուղարկեն Հայաստան։ Սակայն խաղաղության գործընթացին զուգահեռ Բաքուն շարունակում է առաջ քաշել նոր պահանջներ եւ այս ամենը փաթեթավորելով այսպես կոչված պատմական արդարության օրակարգում։ Ինչ է թաքնված այս քաղաքականության հետևում եւ որքանով է իրական խաղաղության հասնելը, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Ադրբեջանը հայտարարում է խաղաղության մասին, սակայն իր քաղաքական օրակարգում շարունակում է առաջ տանել իր այսպես կոչված պատմական արդարության վերականգնման ճանապարհը, որն անցնում է Սյունիքի եւ Վայոց ձորի միջով։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է, խոսույթն ակտիվացել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչև վերջին իրադարձությունները Ադրբեջանի ղեկավարը տարբեր դրվագներով ասում էր, որ Երևանը, Սևանը եւ Սյունիքի իրենց պատմական տարածքներն են, հիմա իրենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունն են համարում իրենց պատմական հող եւ 2022 թվականի դեկտեմբեր 24-ին Իլհամ Ալիևը առաջին անգամ նման հայտարարություն արեց, որ Հայաստանը անով պետություն գոյություն չի ունեցել, Հայաստանը մեր պատմական հողն է։ Այդպիսի հայտարարություն Իլհամ Ալիևը նախորդիվ չէր արել։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքները եւ վերադարձնելու մասին կարծես չի էլ խոսվում։ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը նկատում է, Ադրբեջանը իր սահմանադրությունում գրչով ընդունում է հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը, գետնի վրա խախտում այն։ Ադրբեջանը պարբերաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ու իմ խորը համոզմունքով դա արվում է լուր համաձայնությամբ այսօրվա կառավարությամբ։ Խնդիրը այստեղ գիտեք որն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը կտրված է Հայաստանի շահերից, իրականությունից եւ ժողովրդից։ Մինչ Հայաստանի գործող իշխանությունը փորձում է շրջանառությունից դուրս բերել հայկական Արցախը անգամ որպես բառ, Ադրբեջանը պետական մակարդակով քարոզչություն է անում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կոչելով Արևմտյան Ադրբեջան։ Տաթև Հայրապետյանը Բաքվի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից գրառում է հիշեցնում 1918 թվականի մայիսի 28-ին անկախության հռչակագրի ընդունմամբ հիմնադրվեց մուսուլմանական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114,000 քառակուսի կիլոմետր։ Սա տարածքային հստակ պահանջ է, ընդգծում է Հայրապետյանը։ Ադրբեջանը անընդհատ ինչ-որ փորձեր է անում Հայաստանի սահմանադրության մեջ եւ այլ դրվագներով խնդիրներ տեսնել իբրև խաղաղության հաստատման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շատ անթակույց մեր դեմ մշակում է հստակ սավթողական հայեցակարգ, քաղաքական, կրթական, ակադեմիական տարբեր մակարդակներով, բայց Հայաստանի իշխանությունները դա որևէ կերպ չեն օգտագործում Ադրբեջանի դեմ, որևէ կերպ մեր միջազգային գործընկերների հետ չեն կոմունիկացնում, որ դա խոչընդոտ է խաղաղությանը։ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ունեցած տարածքային նկրտումներն արձանագրված են նաև Ադրբեջանի սահմանադրությունում։ Սա հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ասել. Մենք սա չենք ասում ուղղակի հայելային սկզբունքով մտահոգություն հայտնելու կամ պայման ապահովելու նպատակով։ Ես կարող եմ բացատրել։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հղում է կատարում անկախության հռչակագրին, այն փաստաթղթին, որով Ադրբեջանի Հանրապետությունը հռչակում է իրեն որպես Ադրբեջանի առաջին ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ։ Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակվել է իր ինքնիշխանության շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի հանրապետությունն է, ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի։ Մինչ Հայաստանում նոր սահմանադրության տեքստի վրա են աշխատում, Ադրբեջանը չի էլ պատրաստվում որևէ փոփոխություն կատարել իր սահմանադրությունում։ Իրավական հարթակում Ադրբեջանի հռչակած սկզբունքներն ու քաղաքական պրակտիկան հաճախ չեն համընկնում։ Մինչ երկրները հայտարարում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քաղաքական խոսույթում եւ գործողություններում շարունակվում են փոխադարձ անվստահությունն ու հակասությունները։ Փորձագետների գնահատմամբ այս անհամապատասխանությունը ոչ միայն բարդացնում է բանակցային գործընթացը, այլև թույլ չի տալիս ձևավորել կայուն եւ կանխատեսելի խաղաղության միջավայր։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Քննարկումների կենտրոնում է նաև Հայաստանի անկախության հռչակագրի հարցը։ Իշխանությունն այն դիտարկում է որպես կոնֆլիկտածին փաստաթուղթ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ դրա վերանայումը կարող է նշանակել հրաժարում պետական ինքնությունից։ Թեման ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Հայաստանի անկախության հռչակագիրը, որն ավելի քան 3 տասնամյակ եղել է պետականության գաղափարական առանցքը, այսօր իշխանության կողմից ներկայացվում է որպես կոնֆլիկտածին փաստաթուղթ։ Իշխանությունը բաց տեքստով խոսում է այն սահմանադրությունից դուրս բերելու անհրաժեշտության մասին, փորձելով վերաիմաստավորել այն հիմքերը, որոնց վրա կառուցվել է անկախ Հայաստանը։ Հռչակագիրը սովորական փաստաթուղթ չէ, սովորական օրենք չէ։ Հռչակագիրը հատուկ պետության ծնունդի մասին փաստաթուղթ է, եւ եթե դուք նայեք, ասենք 90-95 թվականի մեր Գերագույն խորհրդի ընդունած օրենքները, դուք չեք գտնի հռչակագիրը ոչ որոշումների մեջ, ոչ օրենքների մեջ։ Չկա, որովհետև նրա ստատուսը առանձին է։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը վստահեցրել է նոր տեքստի իրավական մասն արդեն ավարտված է, մնացել է քաղաքական համատեքստը։ Սակայն մասնագետների խոսքով հարցը միայն իրավական չէ, անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այն քաղաքական ուղենիշ է, որը սահմանում է պետության ինքնության հիմքը իր անցյալով, պայքարով եւ իր նպատակներով։ Այսօր անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին են հայտարարում, որովհետև Ադրբեջանը հրահանգավորել է հրաժարվել սահմանադրության նախաբանում մեր հղումից անկախության հռչակագրին։ Իսկ սա մեր պետության պետականության իրավական հիմքերից հրաժարում է։ Ընդդիմությունը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Ալիևի պահանջով, սակայն իշխանությունը շարունակում է հերքել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդել է, Բաքվից չեն միջամտում Երևանի ներքին գործերին, ընդամենն ասում են, չեք փոխի, խաղաղության պայմանագիրը չենք ստորագրի։ Իրանք ասում են, հա, շատ լավ, դա մենք չենք բանակցում։ Ուղղակի ձեզ տեղեկացնում ենք, որ եւ չենք պահանջում եւ դա խնդիր չկա, լավ, ձեր ներքին գործն է, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր սահմանադրությունը այս ձևակերպումները ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Հռչակագիրը որպես խնդիր ստեղծող կամ կոնֆլիկտածին ներկայացնելով ըստ զրուցակիցներից կասկածի տակ է դրվում պետության հիմքում դրված գաղափարական հենքը։ Քննադատները պնդում են, սա ոչ թե խաղաղության հասնելու փորձ է, այլ պետականության առանցքային փաստաթղթից հրաժարվելու քայլ։ Դա ակցիա է, որը հայտարարում է, որ երկիր ծնվել է։ Հիմա որևէ մեկը հետո ով գա, ուզում է Նիկոլը լինի, Պողոսը լինի, Գալյանը լինի, ով ուզում է լինի, Արարատը լինի, չգիտեմ, Արագածը լինի, իրենք իրավունք չունեն այդ վեր իրավական փաստաթուղթը, որը երևույթի արձանագրում է, երևույթի արձանագրումը չեղյալ անել կամ հանել ինչ որտեղից։ Մասնագետները հիշեցնում են, ցանկացած պետություն ունի իր հիմնադիր փաստաթուղթը, որը ձևավորում է նրա քաղաքական եւ արժեքային դիմագիծը։ Այդ փաստաթղթերի վերանայումը, առավել եւս դրանց չեզոքացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, ինչպես ներքին ինքնության, այդպես էլ արտաքին դիրքավորման վրա։ Կընդունեն որպես անարժանապատիվ, նվաստացած, խեղճացած մի միավորի եւ կդառնանք ծաղրուցանակի առարկա։ Այդ փաստաթուղթը ընդունվել է բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան, փորձաքննություն է անցել բոլոր միջազգային կառույցներով, 30 տարի ոչ մի կազմակերպություն, ոչ մի խոսք չի եղել դրա հետ կապված, բացարձակ։ Իշխանությունն իր հերթին պնդում է տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար անհրաժեշտ է վերանայել այն ձևակերպումները, որոնք կարող են ընկալվել որպես հակասություն հարևանների հետ։ Սակայն ընդդիմախոսները հակադարձում են, խաղաղությունը չի կարող կառուցվել ինքնության եւ սկզբունքների հաշվին։ Նիկոլ Փաշինյանից սկսած մազաչափ մտքով չեր անցնի հարձակվել Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Ճիշտ չեք ասում, պարոն Միրզոյան, մոլորեցնում է ձեր իշխանությունը ժողովրդին։ Դրա լավագույն վկայությունը 18, 19, 20 թվականների անկախության հռչակագրի հետ կապված նույն Նիկոլ Փաշինյանի ուղերձները, դիֆերանդները անկախության հռչակագրի մասին եւ դրանից հետո այսօր հարցակում, թշնամական հարցակում մեր երկրի ծննդական անկախության հռչակագրի դեմ։ Այսպիսով քննարկումը դուրս է եկել զուտ իրավական դաշտից եւ վերածվում է հիմնարար հարցի. ինչ պետություն ենք ուզում ունենալ եւ ինչ հիմքերի վրա, եթե իշխանությունը պատրաստվում է հրաժարվել սեփական ինքնության վկայականից։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Եղամ Ղազարյան, ABC Media։
Եվ միջազգային զարգացումների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն երրորդ օրն է հայտարարում, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում պատերազմը դադարեցնելու շուրջ։ Սակայն պաշտոնական Թեհրանը դա կտրականապես հերքում է։ Թրամփի խոսքով բանակցություններում ներգրավված են ԱՄՆ պետքարտուղարն ու փոխնախագահը։ Նա նաև հայտարարել է, թե Իրանում տեղի ունեցած ռազմական գործողությունները փաստացի հանգեցրել են ռեժիմի փոփոխության։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը կրկնել է իր դիրքորոշումը՝ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրվի միայն այն նավերին, որոնք չեն պատկանում թշնամական երկրներին եւ նախապես կհամաձայնեցնեն երթուղին Թեհրանի հետ։ Իսկ Մագադայի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով Իրանն արդեն ընդունել է ամերիկյան կողմի հիմնական պահանջը, այն է երբեք չունենալ միջուկային զենք։ Չէի ցանկանա սա ասել, բայց մենք հաղթել ենք այս պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Ի պատասխան իրանցի գեներալ Ալի Ակբար Ահմադյանն ասել է. «Մենք միայն մի ուղերձ ունենք ամերիկացի զինվորներին, ավելի մոտ եկեք»։ Իրանը կխորտակի ամերիկյան նավերն Արաբական ծոցում, եթե Միացյալ Նահանգները հարձակվի իրանական ենթակառուցվածքների վրա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Մոհսեն Ռեզային։ Ամերիկան փրկելու վերջնաժամկետը մոտենում է եւ շատ ժամանակ չի մնացել Միացյալ Նահանգներն այս ճահճից փրկելու համար, ասել է Ռեզային։ Մենք չենք ուզում, որ այս պատերազմը վերաճի տարածաշրջանի երկրների միջև հյուծման պատերազմի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Չնայած սա Իսրայելի պատերազմն է, ամբողջ աշխարհն է վճարում դրա համար, ասել է նա։ Էրդողանը նշել է, որ Նեթանյահուի գլխավորած կոտորածների ցանցը պետք է անհապաղ կանգնեցվի հանուն տարածաշրջանային խաղաղության եւ մարդկության։ Լիբանանն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին անցանկալի անձ է ճանաչել նրան մինչև կիրակի երկիրը լքելու ժամանակ տալով։ Շեյբանին այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին եւ դեռ չէր ներկայացրել իր հավատարմագրերը։ Միևնույն ժամանակ Լիբանանի արտգործնախարարությունը խորհրդակցությունների նպատակով կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին, նշելով, որ Թեհրանը խախտել է երկու երկրների միջև դիվանագիտական նորմերը եւ ընդունված գործելակերպը։ Իսրայելը ողջունել է Լիբանանից Իրանի դեսպանի արտաքսումը։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը դեսպանի արտաքսումն արդարացված է համարել Հեզբոլլահ խմբավորմանն Իրանի աջակցության պատճառով։ Ռուսաստանը պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մենք նույնպես պատրաստ ենք միանալ միջնորդական ջանքերին։ Այժմ քննարկում ենք այս բոլոր հարցերը եւ իհարկե մեր գնահատականներն ու տեսակետները փոխանցում ենք ինչպես իրանցիներին, այնպես էլ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետություններին, նշել է Լավրովը։ Պակիստանը նույնպես պատրաստ է հարթակ տրամադրել Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունների համար, հայտարարել է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Գրառումից կարճ ժամանակ անց Միացյալ Նահանգների նախագահը վերահրապարակել է այն։ Шановні українці, українки, сьогодні фактично всю добу. Եվ վերջում Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել եւս 3 տարի, կարծում է Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, նա հանձնարարել է Գերագույն Ռադային պատրաստել խորհրդարանի աշխատանքային պլան, եթե Ուկրաինան ստիպված լինի պայքարել եւս 3 տարի։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։ Տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։